Ճարտարի իրենց հարևանի տան պատերն է խնամքով ներկում Ինարան։ Հետո անցնում է ցանկապատին։ Պատուհանն է դնում, դուռը։ Մի տարեկան է։ Այն մոխրագույն դարպասը։ Լարում է հիշողությունը, որպեսզի ոչ մի դետալ բաց չթողնի։ Հիմա արդեն գիպսով եմ սարքում, տեխնոպլեքսա, գիպսա, քարա, ավազա, տարբեր նյութեր եմ արդեն օգտագործում։ Այս նյութերով Ինարան առաջինը իրենց տան մակետն է սարքել։ Տան դիմացի փոքրիկ պարտեզը, խաղողի թարման, ուզում էր աչքի առաջ լինի ճարտարի իրենց տունը, որ երեխաները միշտ հիշեն այն ու ուզեն վերադառնալ։ Տղաս 3 տարեկան է վերարցախից տեղահանվալանք։ Մի քանի անգամ հեռախոսով նաշում տվա ուրան, ասում ես մեր տոնն է, ինքը ասում է այս որ մասա, արդեն զգում վեր մոռացալ է ինքը։ Որոշալում վեր թեկուս կարդոնով սարքիմ տոնը, ինքան վեր Արտուրը մի թեթև հիշողությունների մնա, հետո լես մին բալիկիս էլ նաշտանք վեր մեր տոնն է Արցախում։ Հասել է խաղողը, չորացել են ծաղիկները։ Շատ կուզեր իմանալ 34-ամյա արցախցի կինը, բայց որքան նայում է ադրբեջանցիների նկարած հոլովակները ճարտարից, իրենց տունը չի գտնում։ Ճանապարհն է երևում, տենց հուշարձաններն են քանդել, բայց տնից խաբար չկա։ Շատ արցախցիներ Ինարայի հավաքած մակետը տեսնելուց հետո խնդրել են նրան Արցախում մնացած իրենց տան մանրակերտն էլ սարքի։ Մեր տոններ սարքեմ, ունքել ենք հոզում մեր տան մակետը սարքիս, մեր աշկին ռչին ինի, ունքել ենք մեր տոնը կարոտա, ու ես պատրաստ չում ելել, թե հոգեպես, թե ֆիզիկապես շատ ծանր է։ Ինարան չի մերժել, սկսել է պատվերներ ընդունել, մատներով վերականգնել թշնամու կողմում մնացած արցախցիների տները։ Մեր տունն եմ սկզբից սարքել, հետո ճարտարը մի հատ Եղիշեի վանք կար, մարդիկ սաղ իրեն եք հավատում, ճարտարի Սոբ Եղիշեի վանքն եմ շատ սարքել, պատերով։ Արդեն 18 մակետ է պատրաստել, այս մանրակրկիտ աշխատանքի մեջ ամենադժվարը վերջին պահն է, երբ տանիքը ամրացնելուց հետո վառում է լույսը։ Որ լույսերը միացնում եմ, սիրտս վատանում է մի տեսակ, այդ լույսի պահն է, որ շատ դժվար եմ տանում, ոնց որ իրենց տան լույսն է միացնում։ Ես աշխատում եմ միացնեմ մարդկանց լույսերը։ Ինարան հավատում է, արցախցիներն իրենց ձեռքով են միացնելու լույսը իրենց իրական տներում։ Կգա այդ օրը, մի քիչ ուշ, բայց ես թվում է գնանք։ Լիլիթ Գասպարյան, Տիգրան Գասպարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։